Maestro, դուք այստեղ եք Լոս Անջելեսում ոչ միայն համերգի համար, ես գիտեմ նաև ուրախ առիթի համար, ամուսնությունն է, ուրեմն թույլ տվեք շնորհավորենք բոլոր եւ US Armenia-ին, շնորհավոր ենք ձեր թորնուհու ամուսնության առիթով։ Մյուս թորնիկս այստեղ է։ Անալ պիտի ամուսնանա։ Դա, նիկան 9 տարեկան է։ Դե տակավին փոքր։ Ուրիշ բան է։ Լավ, ուրեմն ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները։ Այսպեսի մի հարց Ասացեք խնդրեմ, դուք այսօր ինչպես եք տեսնում հայրենիք սփյուռք կապերը։ Սփյուռքին խնդիր դժվար է։ Հայերը շատ կերպանն մի մեջ ցերկը չեն դներ։ Ես չեմ գնար ամբողջ կյանքս աշխատիմ եւ դրա մտամ, ես գտամ, ամեն դարի գտամ, բայց երբ որ ես մեռնիմն է ով պիտի դա։ Ով պիտի շենքերը շինե, երեխաներին դպրոցները սարքել, ադիգա դժվար է։ Ես կսեմ, որ հայերը պետք է որ ամեն ամիս ինչը լա 5 դոլար դան ամսական, գիտեք քանի գլա դարական չեն գծի են, բայց օդարը կան է, դունը պացե գուդեն գխմեն Ճիշտ չէ, հայեր համար պետք է աշխատենք, Հայաստանին համար պետք է աշխատենք։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ այո, պետք է հավաքական լինի մեր գործունեությունը, որպեսզի հայրենիք սփյուռք կապերը ամուր լինեն։ Պոլիտիկ չգիտեմ ես։ Մեկ բան գիտեմ, հայություն եւ Հայաստան։ Շատ հաճախ եք ասում, որ դուք հայ ժողովրդի ֆրանսիացի զավակն եք։ Եվ ես ուզում եմ ֆրանսիացի զավակին այսպեսի հարց տալ։ Ինչ եք կարծում, վերջի կընդունվի դատապարտող օրենքը Ֆրանսիան թե ոչ։ Մանավանդ որ այդ գործերի մեջ դուք շատ տեղեկություններ ունեք եւ մասնակցություն ուղղակի։ Այո, Ֆրանսիան դեսնանք որ պրեզիդենտը պիտի կա։ Մենք երկու անգամ աշխատացանք Լևոն Սայանին հետ, որ Շիրակը աշխատեցավ մեզ համար եւ Սարկոզին աշխատեցավ մեզ համար։ Նորից կգրնանք։ Այսինքն հավանական է։ Մեծ ուժ չունենք, լոբի չունենք, բայց ուժ ունենք։ Մենք մեր մեջ ուժ ունենք։ Եվ մենք մարդիկը գճանչնանք, շատ լավ գճանչնանք։ Բարոն Սայանը Շիրակին հետ շատ մոդիկ է։ Ես Սարկոզին հետ մոդիկ եմ։ Հայ ազգը շատ լավ կդեսնվի Ֆրանսիայի մեջ, մեզի շատ կսիրեն Ֆրանսիայի մեջ, կսերվեն best diaspora in France is the Armenian diaspora։ Maestro, ինչ է երգը ձեզ համար, ամբողջ աշխարհը պաշտում է Maestro-ի երգը։ Ձեզ համար երգը գնահատող ինչ ձևակերպում ունեք, ինչպիսին պիտի լինի երգը։ Խոսքերը առաջ կգա ինձ համար։ Երաժշտությունից առաջ։ Այո։ Բայց երաժշտություն պետք ունենք վերջը, բայց առաջ խոսքը ավելի կարևոր է։ Դուք Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան եք Հայաստանի կողմից։ Ասացեք խնդրեմ, քաղաքականությունը ձեզ չի խանգարում արվեստի բնագավառում, թե օգնում է։ Մենք Շվեյցարիայի հետ բادرասփ չենք ունենալ։ Այդ գործը ճշտոն է դենա չէ։ Հեշտ կգա։ Գիտեք ո՞նց է, ես սովորություն չունիմ հայերեն խոսելու տելևիզիոնի մեջ։ Ինձ համար հայերենը ընդենական լեզուս է։ Բայց ասիկա կորձ է ինձ համարը, կորձիս լեզուն ֆրանսերեն է առաջինը և անգլիերեն սոկոնդ։ Իհարկե միշտ հաճելի է հայերենը լսել։ Մանավանդ հայ գաղութի համար։ Մարդը կգարցեմ, որ ես հայերեն չեմ հասկնար։ Ես ամեն գիտեմ, սած են ինձի, ինչպես հայերենը կխոսի։ Շնորհակալ եմ Maestro։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի էր ձեզ առողջություն, հաջողություն և թող համերգը ամենագեղեցիկ համերգը լինի ձեր։ Տեսնենք։